ինչքանով է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Արցախցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ իրատեսական չի համարում Նիկոլ Փաշինյանը։ Ստրասբուրգում պատասխանելով Եվրապատգամավորի հարցին, մեր երկրի ղեկավարը ըստ էության կոչ է արել արցախցի մեր հայրենակիցներին մոռանալ տուն վերադառնալու մասին եւ իրենց ապագան պատկերացնել Հայաստանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ։ Հայաստանի վարչապետը ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փախստականների վերադարձի հարցով պետք է իրար հանգիստ թողնեն եւ կենտրոնանան տնտեսական կապեր հաստատելու վրա։ Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում, ավելին եւ կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետեւ մարդիկ պետք է իրենց հեռանկարը եւ պլանները կառուցեն։ Եվ ընդհանրապես փախստականների վերադարձի թեման այս համատեքստում, բոլոր փախստականների վերադարձի թեման, ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար։ Հայաստանն ու Ադրբեջանը պետքա պարզապես հանգիստ թողնեն իրար եւ պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն եւ քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։ Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի վարչապետը կտրուկ է արձագանքել մեկ այլ եվրապատգամավորի, երբ նա օգտագործել է Զանգեզուրի միջանցք տերմինը։ Նիկոլ Փաշինյանը հորդորել է հրաժարվել այդ արտահայտությունից, քանի որ Զանգեզուրի միջանցք արտահայտություն չկա, չի եղել եւ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Որտեղ է Զանգեզուրի միջանցքը։ Քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Որտեւ եթե պարզվի, որ Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից։ Հայաստանի վարչապետի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովում մոտ 25 րոպե տևած ելույթն ավարտվել է ծափահարություններով։ Մինչև ծափերը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացումները, նշելով մեջբերում. «Ես ինձ հետ ԵԽԽՎ եմ բերել թե հաջողությունների, թե անհաջողությունների պատմություններ»։ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի ժողովրդավար է, քան երբևէ։ Վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իր բարերով խաղաղության հաստատման մասին։ Այդ խաղաղության գործընթացը համեմատել նորածին երեխայի հետ, որը խնամքի կարիք ունի։ Մեր նորածին խաղաղությունը այսօր արդեն 1 ամիս 22 օրական է եւ խանդաղատանքով պիտի խնամենք նրան, սիրենք ու հոգ տանենք նրա մասին, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա եւ իրենով ծաղկեցնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը։ 44-օրյա պատերազմում անհետ կորածների նոր թիվ է հրապարակվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ անհետ կորած զինվորների հարազատների հանդիպման ժամանակ։ Նյուզայեմին պատմել եմ, որ մինչ այդ հանդիպումը ԱԱՑ-ի տվյալով 195 անհետ կորած կար, իսկ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ծնողներին ցուցակ է ներկայացրել, որտեղ անհետ կորածները 265-ն են, այսինքն 70-ով ավելի։ Այս մասին Պաշտպանության նախարարությունը չի հայտնել 3 տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ տարածած պաշտոնական հաղորդագրությունում։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անհետ կորած զինվորների հարազատները 2 օր շարունակ Պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ բողոքի ակցիա են արել, պահանջելով հանդիպում Էդվարդ Ասրյանի հետ եւ հստակ տեղեկություններ իրենց զավակների ճակատագրի վերաբերյալ։ Երեկվա հանդիպումը տևել է մի քանի ժամ։ Հայաստանում վարժական հավաքներն անցկացվում են մեծ խնդիրներով, որոնք մարդկանց ստիպում են խուսափել հավաքներին մասնակցելուց։ Ազգային ժողովի նիստում այսօր հայտարարել է Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա ասել է, որ վարժական հավաքների գաղափարն աղճատվել է եւ դրա անվան տակ նաեւ քաղաքական նպատակներով են մարդիկ զորակոչվում։ Նշել է, որ գյուղերից ավելի շատ մարդ է գնում հավաքներին, քան Երևանից։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հակադարձել է ընդդիմադիր падգամավորին եւ ասել, որ նախկին վարժական հավաքները ձևական բնույթ ունեին, հիմա ոչ։ Կեցության պայմանները հանձնաժողովում էլ եմ ասել, դեպքեր կան, որ ուղղակի ահավոր վիճակում են։ Իհարկե, անվտանգության հետ կապված բոլոր խստացումները կարևոր են եւ շատ հաճախ դրա համար է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկում, բայց նաեւ
անվտանգության հարցի աչքակապությունը, մարդկանց խաբելը, պոռոտախոսությունը, որը ինքնին ձևն է, բայց բովանդակությունը շատ ավելի վատն է մեր անվտանգության համար։ Նախկինում վարժական հավաքները իրականացվել են, ես չեմ վարանի այս բառը օգտագործել, հիմնականում ձևական։ Իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։ Պարաքարի համայնքապետի սպանությունը բացահայտված է, 20-ամյա Գևորգ Հարությունյանը խոստովանել է, որ հանցագործության դրդապատճառը եղել է վրեժխնդրությունը։ Հրաձիգը ասել է, որ սպանությունը կատարել է իր մտերիմ ընկերոջ Գրիգոր Օհանյանի վրեժը լուծելու համար, վերջինիս մահվան մեջ մեղադրելով սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին եւ նրա շրջապատին։ 20-ամյա մեղադրյալը պատմել է, որ 1 ամիս շարունակ հետևել է զոհին նախապատրաստելով սպանությունը։ Իդեպ իրավապահները խուզարկության ժամանակ հայտնաբերված մարզասրահի քարտի միջոցով են պարզել սպանության հեղինակի ինքնությունը։ Կալանավորվել է նաև սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը Նարեկ Օհանյանը հանցագործությանն օժանդակելու եւ հետքերը թաքցնելուն օգնելու մեղադրանքով։ Այս մանրամասները հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Ոստիկանությունն այժմ մերձավանում ուժեղացված ծառայություն է իրականացնում, դեպքի նախաքննությունը շարունակվում է հանցագործության բոլոր հնարավոր մասնակիցներին բացահայտելու համար։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության երկու կարկառուն դեմքերի միջև լարվածությունը կարծես նոր զարգացում է ստանում։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը այսօր ասել է, որ թիմակիցը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր դեմ կարգապահական վարույթ սկսելու դիմումը ներկայացրել է այն պատճառով, որ ինքը պայքար է սկսել խաղային ոլորտի դեմ։ Սարգսյանի խոսքով Ալեն Սիմոնյանը կուսակցության վարչությանը դիմել է հենց այն օրը, երբ ազգային ժողովում քննարկվում էր իր հեղինակած օրենքի նախագիծը, որը նախատեսում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի ընկերությունների հարկային բեռը։ Որտեվ ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ այլ օր։ ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը ներկայացրել են Գազայի հատվածում պատերազմի ավարտի եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ծրագիր։ Այն Դոնալդ Թրամփը անվանել է պատմական։ Եթե Համասն ընդունի ծրագիրը, առաջին քայլով պետք է ազատ արձակվեն բոլոր պատանդները ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում։ Համաս շարժումը պետք է զինաթափվի, իսկ Գազան ապառազմականացվի։ Զինաթափմանն ու ապառազմականացմանը զուգահեռ իսրայելական ուժերը փուլ առ փուլ դուրս կբերվեն Գազայից, սակայն Իսրայելը կպահպանի անվտանգության ընդհանուր պատասխանատվությունը եւ անվտանգության գոտին։ Կստեղծվի նոր միջազգային վերահսկիչ մարմին խաղաղության խորհուրդ անվանումով, այն կղեկավարի Դոնալդ Թրամփը։ Այս մարմինը պատասխանատու կլինի պաղեստինցիների եւ միջազգային փորձագետների կազմված Գազայի նոր ժամանակավոր կառավարության ձևավորման համար։ Թրամփն ասել է, եթե Համասը մերժի ծրագիրը, Իսրայելը կունենա ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը գործն ինքնուրույն ավարտին հասցնելու համար։ Համաս շարժումը դեռ չի արձագանքել առաջարկին։ Հորդանան գետի արևմտյան ափում գործող Պաղեստինի իշխանությունը նախագահ Մահմուդ Աբասի գլխավորությամբ ողջունել է Թրամփի նախաձեռնությունը, նշել, որ Թրամփի ծրագիրը ճանապարհ է հարթում դեպի արդար խաղաղություն հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա։ Իսրայելի վարչապետը սակայն դեմ է Պաղեստին պետության գոյությանը, ինչի մասին հայտարարել է նաև երեկ Սպիտակ տանը։ Պաղեստին պետության ճանաչումը մի շարք գերտերությունների կողմից, այդ թվում Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Ավստրալիայի, Թրամփը համարել է հիմարություն։ Չնայած խաղաղության պլաններին, զենքերը շարունակում են կրակել Գազայում։ Քաղաքի արևմուտքում գտնվող Աբու Հասիրա փողոցում բնակելի շենքի վրա իսրայելական հարվածի պատճառով տասնյակ պաղեստինցիներ են զոհվել եւ վիրավորվել։ Տուժածների մեջ նաեւ երեխաներ կան։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իր ուժերը շարունակում են գործողությունները Գազայում ահաբեկչական խմբավորումների դեմ։ Գազայում պատերազմի սկզբից ի վեր արդեն զոհվել է ավելի քան 66000 պաղեստինցի, 168 000-ը վիրավորվել են ըստ պաշտոնական տվյալի։ ԱՄՆ կառավարությունը վաղվանից հնարավոր է դադարեցնի աշխատանքը, ինչը կհանգեցնի բազմաթիվ դաշնային գործառույթների կասեցմանը եւ 100,000-ավոր աշխատակիցներ կարող են հարկադիր արձակուրդի ուղարկվել, ինչպես դա եղել է 2018-19 թվականներին Դոնալդ Թրամփի նախագահության օրոք 35-օրյա շատդաունի ժամանակ։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը կառավարության աշխատանքը կատվածահար անելու համար մեղադրել է դեմոկրատներին։ Չի կարելի ատրճանակը պահել ամերիկացի ժողովրդի գլխին եւ ասել, եթե չանեք այն, ինչ ուզում են Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները, մենք կփակենք ձեր կառավարությունը, ասել է Վենսը։
Հանրապետականները չեն համաձայնում հաստատել դեմոկրատների առաջարկած $1.5 տրիլիոն առողջապահական փաթեթը, պնդելով, որ այն ներառում է աբսուրդ դրույթներ, ինչպիսիք են առանց փաստաթղթերի միգրանտների համար առողջապահական ծառայությունները։ ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը կսպառվի սեպտեմբերի 30-ի կեսգիշերին, եթե օրենսդիրները մինչև այդ համաձայնության չգան։ Վարշավայում հանդիպել են Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Անդրեյ Սիբահայը, քննարկել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը։ Համաձայնել են ակտիվացնել երկկողմ օրակարգը։ Ուկրաինայի արտգործնախարարը Արարատ Միրզոյանին հրավիրել է Կիև։ Վերջին օրերին Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև հարաբերությունները թեւակողել են նոր, ավելի լարված փուլ, բարձրաստիճան պաշտոնյաների կոշտ հայտարարությունները, ռազմական նոր նախաձեռնությունները եւ հիբրիդային սպառնալիքների աճը վկայում են, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, կարծում են վերլուծաբանները։ Իրավիճակի լրջության մասին ամենացայտուն վկայությունը դարձել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը։ Ելույթ ունենալով Բունդեսթագում նա ընդգծել է Եվրոպան այլևս խաղաղության մեջ չէ Ռուսաստանի հետ։ Կանցլերի խոսքով ռուս-ուկրաինական չավարտվող պատերազմը ստիպում է վերանայել անվտանգության նախկին պատկերացումները։ Նա գոչ է արել Եվրաընտանիքին արագացնել պաշտպանական արդյունաբերության զարգացումը եւ պատրաստ լինել երկարաժամկետ դիմակայության։ Good morning everybody. Ուկրաինայի նախագահը դաշնակիցներին առաջարկել է ստեղծել համատեղ հակաօդային պաշտպանության վահան, նախաձեռնությունը, որը կարող է ներառել Լեհաստանին, Ռումինիային եւ Բալթյան երկրներին, նպատակ ունի ստեղծել պաշտպանության միասնական համակարգ, որը թույլ կտա ավելի արդյունավետ որսալ ռուսական օդային թիրախները եւ պաշտպանել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի արևելյան թևի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս իրադարձությունների ֆոնին Դանիան եւ Սկանդինավյան այլ երկրներ նախազգուշացրել են հիբրիդային հարձակումների սպառնալիքի մասին, որոնք դարձել են նոր իրականության մաս։ Խոսքը ոչ միայն կիբերհարձակումների, այլև կրիտիկական ենթակառուցվածքների մոտ ռուսական անօդաչուների ակտիվության մասին է։ ՆԱՏՕ-ն արդեն իսկ ուժեղացրել է պարեկությունը Բալթիկ եւ Հյուսիսային ծովերում։ Ռուսաստանը մեղադրանքների մի պատասխան եվրոպացիներից պահանջել է կոնկրետ ապացույցներ։ Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նկատել է, որ եվրոպական երկրները չեն ներկայացնում որևէ փաստ, օրինակ ԱԹՍ-ի բեկորներ, թռիչքի հետագծի հստակ տվյալներ, որոնք կվկայեին Ռուսաստանի ներգրավվածության մասին։ Համաշխարհային բանկի տվյալով 2024 թվականին Հայաստանի բնակչության աճի տեմպը կազմել է 2.3%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանի երկրների շարքում։ Բացի այդ, բանկի տվյալներով 2025 թվականին Հայաստանի մշտական բնակչության թվականակը հատել է 3 միլիոնի շեմը, հասնելով 3.076.000 հոգու։ Համաշխարհային բանկի ներկայացրած տվյալների համաձայն Հայաստանի 2.3% աճի ցուցանիշը զգալիորեն գերազանցում է հարևան երկրներին։ Ադրբեջանն ունի 0.48% աճ, Իրանը 1% աճ, Թուրքիան 0.23% աճ, իսկ Վրաստանը 1.13% անկում։ Չնայած ընդհանուր բնակչության բարձր աճին, վիճակագրական կոմիտեն մատնանշում է, որ 2025 թվականի հունվար-հուլիսին ծնվածների եւ մահացածների թվի հարաբերակցությունը կազմել է 116.6%։ Այս ցուցանիշը 7%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար, թեև ծնվածների թիվը շարունակում է գերազանցել մահացածների թվին, սակայն ծնվածների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6%-ով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր Բելգրադում հանդիպել է Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշին։ Հայ եւ թուրք նախարարները խոսել են երկու երկրների ոլորտային առաջնահերթությունների մասին, անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, հույս հայտնել, որ իրենց համագործակցությունը եւս կնպաստի դրան։ Վիոլա ջուրը տուգանվել է 20 միլիոն դրամ։ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարչական պատասխանատվության է ենթարկել ընկերությանը խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնները խախտելու համար։ Երևանի կրկեսի Տաշիր Արենայի բացումը հոկտեմբերի 24-ին է, իսկ առաջին թատերական կրկեսային շոուն հանդիսատեսը կարող է տեսնել հոկտեմբերի 25-ից սկսած։ Ներկայացման տոմսերն արդեն վաճառվում են Տաշիր Արենայի կայքում։ Հատուկ լրագրողների համար ցուցադրական շոու է կազմակերպվել, որից հետո Տաշիր Արենայի թիմը որոշ մանրամասներ է պատմել նոր ներկայացման մասին։ Հայտնի է, որ Երևան են ժամանել 150 արտիստներ եւ խոստանում են համաշխարհային մակարդակի կրկեսային ներկայացում։ Տաշիր ընկերությունների խումբը կրկեսը կառուցել է հիմքի Երևանի կրկեսի նոր շենքը նախատեսված է ինչպես կրկեսային ներկայացումների, այնպես էլ սպորտային, համերգային ծրագրերի, կոնֆերանսների եւ մանկական միջոցառումների համար։ Նախագծի իրականացման համար ծախսվել է $55 միլիոն։